շատ մարդիկ կան, հատկապես ռուսական օրիենտացիա ունեցող քաղաքական վերլուծաբաններից կամ ռուսաստրուկ հենց ուղիղ ասենք, ովքեր շատ խորապես հասկանում են սրա իմաստը եւ ուզում են ստվեր գցեն այդ մեծագույն իրադարձությանը, որ հաստատ իրանց ինչ-որ մի բան պետք է մեր հաշվին եւ այդ նույն խոսույթը մի քիչ ավելի մեղմ կամ քաղաքակիրթ ձևով կրկնում է Նիկոլ Փաշինյանը, որ պետք չի մեր ցեղասպանությունը զենք դարձնել։ Լսեք, դուք ոչ ազգային շահերից դրդված մտածելակերպ ունեք, ոչ պետական, այսինքն ձեր բոլոր քայլերը, ես խոսքս ուղղում եմ կառավարությանը եւ Նիկոլ Փաշինյանին, ուղղված է ռուսական կայսրությանը հարմար լինի թե չլինի շրջանակներում։ Իհարկե սա հարմար է մեզ, իհարկե սա այն դրույթն է, ես կուզեմ օրինակ այս նույն բանը նաեւ ճանաչի տեսականորեն եմ ասում, Իրանը, Ադրբեջանը, ինչ մենք պետք է ասենք, Ադրբեջան պետք չի քո ճանաչելը, հաստատ քեզ մի բան պետք է, քեզ բան, հա մեր ուզածն է, որ վերջում նաեւ Թուրքիան ճանաչի։ Արդեն իրանց հարցադրումները, խոսույթը անպիսին են, որ ի սկզբանե ոնց որ թե Իսրայելին ճանաչել են թշնամի երկիր, որը իրականում եթե փաստացի վերցնում ես, վերջի գոնե Հայաստանի առաջին, այսպես կոչված առաջին հանրապետը 1918 թվականից մինչև որ կոնկրետ Իսրայելը ոչ մի բան չի արել Հայաստանին։ Եվ նախ Իսրայել չկար, որ աներ։ Այս մարդիկ նույնականացնում են առանձին վերցրած հրյա անհատներին, որ ասենք եղել են թուրքական կառավարությունում կամ այսին որտեղ, որը այլ, ահան հրյաներն են արել։ Այ քեզ բան։ Այսինքն այսօր մենք կարանք լիարժեք ասենք, որ հայերն են սանձահարել պատերազմը, Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, որովհետև այնտեղ Լավրովը հայ է, Միշուստինը կեսով չափ հայ է, Մարգարիտա Սիմոնյանը հայ է, այսինքն հայերն է սանձահարել։ Արի ինչ, այսինքն KGB-ն էլ ուրիշ ձև հնար չունի, որ մեզի միշտ թշնամության մեջ պայի քաղաքակրթորեն սենց ասենք, մեր ազգային կարելի ասել, որ նրանք մեր դաշնակիցներն են հրյաները։ Իրանք են տեսել ցեղասպանություն եւ մենք ենք տեսել այնպիսի ցեղասպանություն, որ մենք պետք է շուտվանից իրանց հետ լեզու գտնեինք, ինչ որ ձև դաշնակցություն ունենայինք իրանց հետ, բայց ոչ, ռուսական գործակալական ցանցը ամեն ինչ անում էր, որ միշտ Իսրայելին մեզ ներկայացներ որպես թշնամի։ Եվ փառք Աստծո, այո, կան նաեւ Տեսեք, Իսրայելի ղեկավարությունը միշտ ասում են, մենք միշտ էլ գիտեինք, որ հայոց ցեղասպանություն եղել է, բայց միշտ ձգձգում էինք եւ միշտ ասում ենք, լավ, դեռ ժամանակը չէ, դեռ ժամանակը չէ, դեռ ժամանակը չէ։ Ինչ որ իրանց ներքին հարցը, այո, աշխարհում տիրում է նաեւ այդ հանգամանքը, որ այո, այս պահին հարմար չէ, այս պահին հարմար չէ։ Վրաստանի կառավարությունն էլ այս պահին իրանց հարմար չէ հայոց ցեղասպանությունը ընդունել։ Կան, այդպես բաներ կան։ Այո, մենք կուզենք, որ աշխարհի 100% պետությունները ընդունեն այդ ցեղասպանությունը։ Բայց հիմա այդ մարդիկ արդեն գտել են, որ ժամանակն է։ Եվ մենք ասում ենք, չէ, մեզի պետք չի, ձեր շահերից եք դատված։ Իսկ ինչ մտածելակերպ է։ Այսինքն դա նշանակում է, որ մեր կառավարությունը պետական մտածելակերպ չունի, որ պետք է առաջնորդվես տվյալ պահին ընդհանուր շահերի դրդված։ Եթե այսօր մեր շահերը համընկնում են Իսրայելի շահերը, ինչու՞ չէ։ Կարելի է հասկանալ, երբ որ դուք ասում եք այս պահին մեզ հարմար չէ, այն պահին հարմար չէ, կետը նա է, որ այս պահին հարմար է, դրա համար շահարկվում է դա, որ եթե այս պահին հարմար է, ուրեմն դուք ինչ-ինչ քաղաքական նպատակներով եք դա անում, եւ երկրորդը Նիկոլ Փաշինյանի պատասխանից էլ բխում է, որ Հայաստանին այս պահին հարմար չէ, որպեսզի ինչ որ մեկը հարցնում եմ, ստացվում է արդյոք, որ Հայաստանի պատասխանից բխում է, որ Հայաստանին այս պահին հարմար չէ, որ կամ որևիցե այլ երկիր ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Դուք այսօր կրկնեցիք Իսրայելի ասույթը այլակերպությամբ։ Այսինքն Իսրայելը այս ասելով լուստրացիա արեց Նիկոլ Փաշինյանին, ոտից գլուխ։
Եվ դու կրկնեցիք դա։ Այո, Նիկոլ Փաշինյանին հարմար չէ, որտեղ ինքը ուղղի է վերցրել ուրանալ ցեղասպանությունը, ինքը ուղղի է վերցնել, որ սահմանադրությունը փոփոխի, չգիտեմ, մենք այդ նախորդ հարցի ժամանակ արևմտյան Ադրբեջան կոչի Հայաստանը, հես Իսրայելը վեկալում իմ դեմքը պատռում է։ Այո, շատ ճիշտ արտահայտվեցիք։ Նիկոլ Փաշինյանին հարմար չի, ոչ թե հայ ժողովրդին։ Այսինքն եթե վաղը պատերազմ սանձահարվի, եւ Սևերի պայմանագիրը ի հայտ բերվի, եւ ինչ-որ մի խումբ մարդիկ հայեր, ասենք, ինչ-որ գտնվեն, օրինակ, ասենք, հենց մեր կազմակերպությունը, եւ առաջ քաշի Սևերի պայմանագրի հարցը, Թուրքիան փլուզվելուց հետո ստեղծվի մեծ Հայաստան, ինչպես որ Թրամփն է ասել, որ պետք է անենք։ Նիկոլ Փաշինյանը շարունակի ասել, չէ, այս պայն մեզի հարմար չի, մեզի ընդամենը ուժեղ Հայաստան է պետք։ Դուք ինքներդ վերլուծեցիք եւ եկաք նրան, որ Իսրայելը կատարել է լուստրացիա։ Այսօր այդ վայնասունը բարձրացրել են բոլոր ռուսամետները։ Ես դրա համար կրկնեցի, որ Նիկոլ Փաշինյանը գուցե եւ նաեւ շատ մեղմ հետ քաշվեց այդ դրույթից։ Դուք երբ որ ես ներկայացրեցի, քանի որ այդպես է ներկայացվում, որ 33-րդ երկիրն է Իսրայելը, դուք ասացիք Ռուսաստանը մեջից հանի այդ թվի։ Ինչու Ռուսաստանը հանել։ Գոսդումայի հարց կա, ճիշտ է։ Այո, այնտեղ Սովետ Ֆեդերացիա կա։ Ասենք ֆեդերացիայի խորհուրդը ընդամենը ընդունել է այդ քվեարկել է եւ դա չի վավերացվել կառավարության Ռուսաստանի պետական կառուցվածքը լրիվ այլ է։ Դա կարող է այնտեղ անել ցանկացած հասարակական կազմակերպություն ընդունի, բայց պետականորեն դա չի նշանակում, որ Ռուսաստանը ընդունել է։ Ինքը տեսեք նորից կրկնակի ստանդարտներ, դվայնի ստանդարտներ։ Մի կողմից ասում են հայեր ջան, հեն ընդունել են, բայց մյուս կողմից դա օրենքի ուժ չունի։ Դա ասենք ուկազ չի, դա это не указ президента, հա, նախագահի հրամանագիր չի դա, որ այսուհետ դա նշվում է որպես սենսոր։ Կամ ճանաչվում է։ Այո, դա ուղղակի Սովետ ի տարբերություն Իսրայելի, որտեղ Իսրայելի պետական կառուցվածքը լրիվ այլ է։ Այնտեղ Քնեսեթը առանձին է, կառավարությունն առանձին է, այնտեղ սերտ աճած մի հատ ընդհանուր մարմին չի դա։ Եվ համաձայն եք արդյոք, որ եթե կառավարությունը ճանաչել է Քնեսեթի ճանաչումը պարտադիր չէ։ Չէ, Քնեսեթը կճանաչի թե չի ճանաչի, արդեն համարվում է, այո, որովհետև այնտեղ իրանց սահմանադրությունը այնպեսին է, որ կառավարության ճանաչումը դա արդեն ճանաչում է, պետությունը ճանաչել է։ Եվ Քնեսեթի, բայց ասեմ ձեզ, ունենք հավաստի, ասենք, տվյալներ, որ Քնեսեթը տրամադրված է ճանաչելու։ Սա մենք պահը կտեսնենք, հետ գանք Ռուսաստանին, ինձ այդ պահը հետաքրքրեց, կարծում եմ մեր սարանին ևս։ Դուք ասում եք, որ Ռուսաստանից են հիմնական դժգոհ ձայներ լսվում։ Ինչու Ռուսաստանին ձեռնտու չէ, որպեսզի Ռուսաստանը առհասարակ ճանաչվի հայոց ցեղասպանությունը։ Շատ իրան ցույց չի տալի։ Ռուսաստանը բավական քանակի հայ ազգի յանով ավարտվող գործակալներ ունի, որ այդ վայնասունը բարձրացնեն, ասում են հայերն են բարձրացնում, իրանք են ասում, մենք կապ չունենք։ Այսինքն անետ չէ, որ Ռուսաստանը ինքը իր վրա։ Բայց ինչ ձայն կարող է բարձրանալ դրան դեմ, ուզում եմ հասկանալ։ Դեմ ձայն շահերից բխած են անում, հալբատ մի բան ունեն, սրանից մի քայլ, էսի մեզի ներքաշումը նոր պատերազմի մեջ, մեզի բա պետք է այդ ջհուդները, որ մեզի Այսինքն Իսրայելի ճանաչման մեջ վտանգ են ուզում ցույց տալ, որ Հայաստանին վտանգ։ Ամենակ իրանք շահերը հանկարծ չմտածեք, որ հայերի օգտին ինչ-որ մի բան արվում։ Բարի շնորհակալություն Փաշինյանը։ Այսինքն պատկերացնում եք, եթե ես մեքենայով գնում եմ ինչ-որ միտեղ, ճանապարհին վերցնում եմ ձեզ, ասում եմ, ես այս կողմ եմ գնում, եկեք։ Դու ասես չէ, պետք չի, դու քո օգտի համար ես ընդ գրում, կա իմ համար ես գնում։ Այ քեզ բան։ Մարդը անում է դա։ Հիմա դու իրանց հետ ես թե չէ։ Հիմա Հունաստանը, Կիպրոսը եւ Իսրայելը երբ որ դաշինք են կազմել Թուրքիայի դեմ, դա ում օգտին է։ Եթե դու այդ շահեր ունես, դու էլ միացի։ Եթե չունես, հիմնավորի ինչն է քո շահերին։ Սա ճիշտ ասած քաղաքական ինտրիգ կա այստեղ այն ինչ դուք ասում եք։ Հայաստանին առաջարկվելու է, կարծում եք, միանալ այդ դաշինքին եւ եթե առաջարկվի, ապա Հայաստանը միանալու է թե ոչ։ Այս ցեղասպանության ճանաչումը հենց այդ առաջարկն է։
այլակերպ ասած։ Հենց այդ առաջարկն է։ Այսինքն եթե Կիպրոս, Հունաստան, Իսրայել ինչու չեն նաև հետագայում նաև իրանց պետական կառույց չեն քրդերը միանան եւ ինչ որ չափով ազատագրեն հայկական նաև հողերը այն ժամանակ քոր թղթե շերեփով ուր ես էթալու ասել ես էսի իմն է կասեն ընկեր վերընկի տեղդ գնա մտի ռուսի սապոգի տակ դու գործ չունես մենք ենք ազատագրել սա մերն է այսինքն անգամ գոնե շնորհակալության մի խոսք կամ հույսի մի բառ, որ այո դա մեր ցավն է, մենք շնորհակալ ենք, որ դուք վերջապես հասկացաք, որ դուք եք այդ ցավը տարել, այո մեր ժողովուրդը ինչ որ ժողովուրդների անունից, ոչ թե պետության, եթե դու ինչ որ զենք պետք չի դարձնել, ոնց պետք չի, եթե միակ ու առաջի ու ամենահզոր զենքն է Թուրքիայի դեմ, ոնց է պետք չի դարձնել, եթե դու որպես Հայաստանի Հանրապետության այդ որ դոշիտ խփել ես, ման ես գալի 2.5-3 միլիոն ժողովրդի անունից ես խոսում եւ ժամանակին Արցախը հանձնեցիր մենակ նրա համար, որ Արցախի ժողովուրդը քեզ չէին ընտրել եւ ինքը իրավունք չուներ Արցախի ժողովրդի անունից բան խոսել։ Բայց եթե Արցախի ժողովուրդը քեզ չէին ընտրել, դու ո՞նց գնացիր նստար 911-ը ստորագրեցիր, դու ինչ գործ ունեիր։ Դու ինչ գործ ունեիր գնայր ընդ Կրեմլից շպրտեին քեզ ինչ կանեն, կասեիր ըգր ջան, ախպեր ջան ինձ խեք կանչես թե։ Դուք ինձ հրաման եք տվել հանգարց Հայաստանից հակաօթային պաշտպանությունը չաշխատացնես։ Դավիթ Տոնոյանը ասեց մեզ հրամաններ եկե Մոսկվային հանգարց F-16-ներին չխփեք։ Ադրբեջանական բաներին չխփեք։ Այսինքն դու հրաման ես կատարել որպես Հայաստանի Հանրապետության Ռուսաստանի կցորդ տերիտորիայի ադմինիստրացիա։ Ինչ գործ ունես Արցախի ժողովրդի կողմից բաներ է ստորագրում։ Ասեք ախպեր ջան, մեզնից հեռու հենա կառավարություն ունեն, գնացեք իրանց այդ լեզու գտեք, չեք գտնում միջազգային ատյաններին դիմեք, իմ հետ ինչ գոր, ես էլ ձեր նման մի երկիր եմ։